24 թվականին սեպտեմբերի 24-ին գողությունը արվե 24-ի գիշերը լույս 25-ի գողությունը արվե Հայրականստանից դիմել եմ ոստիկանություն մինչև առ այսօր ոչ մի արդյունք չեմ տեսնում դրա համար այս պահին արդեն դիմել եմ ձեր միջնորդությանը ոչ թշնամիներ եմ ունեցել ոչ էլ կասկածներ ունեմ որևիցե մեկի վրա դրա համար ինձ շատ հետաքրքիր է որ սա պարզապես իմանամ ով է դեպքի ժամանակ որ գողության ժամանակ մեզ ասեցին որ 70% բացահայտ է ձեր գործը 24 ժամվա ընթացքում ասեցին 90%-ով է բացահայտված բայց ինչ եղավ մինչև առ այսօր չի բացահայտվում Խնդրեմ դուք ներկայացրեք Վստահորդից հետ կապված ներկայացնում հետևյալը որ 24 թվականի սեպտեմբեր ամսին է դեպքը եղել եւ վերցվել են գործիքներ, որոնք պետք է փորձաքննության ներկայացվեին, որոնք ներկայացվել են փորձաքննության դեկտեմբեր ամսին, այսինքն սեպտեմբերին եղել է դեպքը, դեկտեմբեր ամսին նոր ներկայացվել են փորձաքննության Երբ վստահորդս դիմեց ինձ արդեն դեկտեմբեր ամսին միջնորդություններ եմ ներկայացրել եւ այլն փորձաքննությունների հետ կապված, որոնց արդյունքում այդ փորձաքննությունները կատարվել են եւ փորձաքննությունները հետեւյալն են ուրեմն ներկայացված նմուշներից ԴՆԹ-ի անջատում վերցվել են փորձաքննության ներկայացնելու համար երկաթե տափակ լինգանման մակերեսներ տեսանկարահանող սարք եւ պտուտակահանի բռնակ այսինքն այս 3 առարկաները վերցվել են եւ դեկտեմբեր ամսին արդեն ուղարկվել են փորձաքննության ինչ են տալիս փորձաքննության պատասխանները ներկայացված լինգանման գործիքից անջատվել է դեգրադացված քայքայված ԴՆԹ, որը պիտանի չէ գենետիկական նույնականացման համար։ Հետևաբար, հետագա նույնականացում կատարել որևէ անձի հետ հնարավոր չէ։ Այսինքն, քանի որ ուշ է ուղարկվել, այսինքն 4 ամիս անց Փորձագետը տվել է հետևյալ եզրակացությունը, որ այլևս հնարավոր չէ, քայքայված է։ Ներկայացված պտուտակահանի բռնակից անջատվել է դեգրադացված քայքայված ԴՆԹ, որը պիտանի չէ գենետիկական նույնականացման համար։ Հետևաբար, հետագա նույնականացում կատարել որևէ անձի հետ հնարավոր չէ։ Այսինքն այս երկրորդ իրը նույնպես հնարավոր չի եղել փորձաքննության ենթարկել, քանի որ ուշ է ներկայացվել։ Երրորդը ներկայացված տեսանկարահանող սարքից անջատվել է դեգրադացված քայքայված ԴՆԹ, որը պիտանի չէ գենետիկական նույնականացման համար։ Հետևաբար, հետագա նույնականացում կատարել որևէ անձի հետ հնարավոր չէ։ Գողության չափը մոտավորապես ինչքան է կազմում 20 միլիոն դրամ է կազմում գողության չափը ընդ որում այստեղ մենք տեսնում ենք միտում հենց ի սկզբանե որովհետև չէր կարող եւ այստեղ աշխատել են քննչական խումբ ոչ թե քննիչ այլ քննչական խումբ ըստ էության քննիչները գիտեին եւ կարող էին պարտավոր էին իմանալ որ դրանք պետք է շուտ ուղարկվեն ոչ թե սեպտեմբերին դեպքը լինի դրանք վերցնեն դեկտեմբերին նոր ուղարկեն փորձաքննության, որով էլ 3 առարկաները քայքայված լինելու պատճառով հնարավոր չի եղել։ Այստեղ դրսևորվել է չի կատարվել գործողություն, չեմ ուզում ասել անգործություն, թողնում եմ այս իրավական գնահատականը թողել ենք այդպես էլ, հա, պատկան կառույցների հայեցողությանը եւ ամենակարևորը որն է, մենք վստահորդս ներկայացրել է անձանց տվյալներ, որով անհրաժեշտ է եղել, որ այդ անձանց հարցաքննեն, քանի որ այդ անձին կարող էին սույն քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստեր ներկայացնեին կամ տեղեկություններ, սակայն առ այսօր դրանք նույնպես չեն կատարվել, դրա համար նույնիսկ դիմում ենք ներկայացրել վարչապետին,
ճիշտ է, տեղաշարժ եղավ, կապ հաստատեցին, փոփոխություն եղավ, սկսեցին կարծես թե աշխատել, բայց դա տևական բնույթ կրեց եւ որևէ արդյունք չտվեց։ Ներկայացրել ենք ամբողջ մանրամասները, պահանջել ենք, որ քանի որ պարզ երևում է գողություն կատարող անձը, նույնիսկ առանց դիմակի է, նույնականացնել եւ այլն։ Այո, բոլորը ունենք եւ այնպիսի նկարներ են ուղարկվել փորձաքննության, որոնք ավելի վատ որակի աղավաղված նկարներ էին, կային շատ ավելի լավ որակի, քննչականը պարզաբանել էր մեր դիմումի շրջանակում, երբ որ ներկայացրել ենք վարչապետի աշխատակազմը եւ սկսել էին զբաղվել, մեզ ասացին, իրենց փոխանցել էին, որ չունեն այդ նկարները, մենք ասացինք, որ մենք ունենք, կարող ենք տրամադրել, չնայած որ իրենք էլ ունեին, բայց այդպես էին ասել։ Մինչ օրս մենք պայքարում ենք, որ կարողանանք դրանք ներկայացնել, որ որևէ գործողություն լինի, ընթացքը հետևյալն է։ Դիմում ենք ներկայացնում գլխավոր դատախազություն, ՄԻՊ, ներկայացնում ենք քննչական կոմիտե, քննչականի նավ եւ պատկերացնում եք քննչականի նավն ասում է, որ մեր քննիչները խախտում չեն կատարել, այսինքն այս որ ուշ է ուղարկվել, դրանք իրենց կողմից դիտարկվում են, որ խախտում չէ, ուշ է ուղարկվել, թե ում մեղավորության պատճառն է սա, այդպես էլ հայտնի չէ, դա եղավ քննչականի նավի պատասխանը, քննիչների, այսինքն կարգապահական վարույթը սկսվեց եւ մեզ պատասխանեցին, որ որևէ խախտում իրենց կողմից չի կատարվել։ Դատախազությունից ինչ են ձեզ պատասխանել։ Բազմաթիվ նամակներ են ուղարկել գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազությունը ուղարկում է տարածքային դատախազություն, այնտեղ էլ ուղարկում են քննչական կոմիտեն, Մալաթիա Սեբաստիայի քննչական բաժին եւ քննիչը մեզ տալիս է նույնաբովանդակ պատասխաններ, գրեթե կարելի ասել մոտ 50 հատ նույնաբովանդակ պատասխաններ ենք ունենում, սա է ընթացակարգը, կարուսելի նման պտտվում է, դիմումները որտեղ ներկայացնում ենք, նորից ուղարկում են նույն քննչական, ստանում ենք նույն պատասխանը, նույնիսկ նորից եմ կրկնում, անգամ մեր կողմից ներկայացրած անձանց չեն հարցաքննել, ովքեր կարող էին սույն քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող տվյալներ, փաստեր եւ այլն ներկայացնել։ Որևէ միտում տեսնում եք այստեղ։ Միտումը, այո, ի սկզբանե է երևում, ցանկացած անաչառ դիտորդ է դա տեսնելու, հենց այն, որ 3 առարկաները վերցվել են եւ ժամանակին չեն ներկայացվել փորձաքննության, հենց միտումն այդտեղ է երևում։ Եվ որտեղ է հիմնավորվում, երբ որ փորձագետը 3-ով էլ առանցին տալիս է նույն պատասխանները քայքայված լինելու պատճառով հնարավոր չէ։ Այսինքն ինչու են ուշ ուղարկվել, չէ որ աշխատել է քննչական խումբ, կարծում եմ դա այնքան բավարար էր, որ խումբը պիտի գոնե դա առաջնային առավել եւս, երբ որ կան առարկաներ, որոնք շուտ քայքայվող են, դրանք ավելի վաղ պիտի ուղարկվեին, ավելի լավ պահպանվեին, որևէ գործողություն չի արվել։ Միտումը հենց այդտեղ է առաջինը, որը ապացուցված է փորձագետի եզրակացությամբ։ Հաջորդ միտումը ներկայացրել ենք անձանց շրջանակ, դրանց վերաբերյալ նույնպես գործողություններ չի կատարվում։ Մյուսը, ուրեմն դիմում ենք քննիչին լրացուցիչ հարցաքննության համար։ Դա շուրջ 1 տարի առաջ։ Քննիչը հարցաքննության չի հրավիրում մեզ, քանի որ իրենք մտածում են իրենք են որոշում, այստեղ եք ասում են մենք ենք որոշում, մենք շատ ծանրաբեռնված ենք, հիմա չենք կարող եւ այլն։ Բայց երբ դիմում ենք վարչապետին, այդ դեպքում իհարկե մեզ հնարավորություն է ընձեռվում, որ մենք կարողանանք ներկայանալ եւ լրացուցիչ հարցաքննվել։ Այսինքն, անգամ ես փաստաբանս դիմումը ներկայացնում եմ եւ իրենց պատասխանը ծանրաբեռնված լինելով հնարավոր չէ, որ հայտնում ենք, որ էական նշանակություն ունեցող տեղեկատվություն պիտի տրամադրենք։ Այս իրավիճակն է տիրում սույն գործով։ Միտում է
չեն ցանկանում բացահայտել, ինչու չեն ցանկանում, որովհետև եթե այս աշխատանքները կատարվեին, միանշանակ կբացահայտվեր։ Եթե այն լուսանկարները, որոնք մենք ունենք, ուղարկվեր համապատասխան փորձաքննության եւ նույնականացվեր որևէ անձի հետ, նաեւ պահպանված լինեին այս առարկաները, որով կարող են վերցնել այդ եզրակացությունները տրվել, բնականաբար կունենայինք շատ ավելի վաղ փուլում բացահայտված արդյունք։ Հիմա ինչ եք պատրաստվում անել եւ ում եք պատրաստվում նորից դիմել պահանջով, որ ձեր խնդրին անդրադառնան։ ՀՀ-ում չունենք այլևս կառույց, որ կարողանանք դիմենք, եւ այլևս ՀՀ-ում չենք էլ պատրաստվում որևէ կառույցի դիմել, քանի որ կրկնում եմ, նույն ընթացակարգն է։ Դիմում ենք, դիմումները ուղարկվում են նույն քննչական բաժին, ստանում ենք նույն պատասխանը։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք հիմնավորել, չնայած իրենք շատ լավ գիտեն, որ այդպես է իրենց ընթացակարգը։ Այստեղ այլևս դիմելու որևէ ատյան չի մնացել։ Ստիպված ենք լինելու, քանի որ իմ վստահորդը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, ստիպված ենք լինելու փոխօգնություն խնդրել, որովհետև ՀՀ-ում այս գործողությունների չանելու արդյունքում այլևս սպառվել են մեր բոլոր դիմելու ատյանները, որ կարողանանք դիմել։